ճիշտն ասած Իջևանի մասով որոշակի լարվածություն կար եւ կա, որովհետեւ այնտեղ 0-ից ստադիոն պիտի կառուցվի, բայց ես ուրախությամբ տեղեկացա, որ կան ընկերություններ, որոնք ոչ միայն պարտավորվում են, որ կարճ ժամանակում որոշակի նախագծով կկառուցեն ստադիոն, այլև իրենք արդեն այդպիսի փորձ ունեն, այսինքն այնպես չի, որ իրենք ասում են, այլ մենք գիտենք կոնկրետ տեղերում, որ իրենք կոնկրետ ժամկետներում իրականացրել են, եւ սա շատ լավ նորություն է, պարոն Խաչատրյան, մենք պետքա այս պահից սկսած որոշումներ կայացրենք, որովհետեւ այսինքն երկար-բարակ քննարկումների կարիք չունենք, մանավանդ որ երկար-բարակ քննարկումները արել ենք, որովհետև ամեն փուլի հետ մեզ ազդակները եկել են, որ ոնց թող թե դրական հունով են ընթանում process-ները եւ այլն, եւ այդ տրամաբանությամբ մենք կշարունակենք առաջ շարժվել, բայց հիմա այստեղ ի՞նչն է կարևոր, կառավարությունը, այո, պետք է պատրաստվի, պատրաստվում է եւ կպատրաստվի, բայց այստեղ մենակ կառավարության խնդիրը չի, մասնավոր հատվածը 100,000 զբոսաշրջիկ, հարգելի գործընկերներ, մենք վստահ չեմ, թե մենք երբևէ նույն ժամանակը 2 ամսում այդքան մեծ թիվ ենք ընդունել ենք եւ պետքա հյուրանոցային ոլորտի այն ներդրումները, որոնք ընթացքի մեջ են, մտածում են, պետք է իրանց քաջալերել, երկրորդը սննդի, հանրային սննդի ոլորտում կան էլի պետք է հասկանալ, որովհետև այդքան մարդիկ մտնեն, ասենք ենթադրենք Իջևան կարող է սնունդը վերջանա այնտեղի մի օրում, որովհետև այդքան առևտուր, այդքան երկրպագու եւ այլն, այսինքն պետքա տեղեր լինեն եւ սա նաեւ մեր քաղաքների, այդ թվում Վանաձորի ստադիոնի շրջակայքում աշխատանքներ ունենք անելու, որովհետև այնտեղ մոտեցող ճանապարհները բավականին նեղ են, շենքերի արանքով են եւ այլն, այսինքն բազմաթիվ հարցեր կան, ինձ թվում է, որ այս խնդրի հետ կապված, պարոն Խաչատրյան, նաեւ մեր տեղական մասշտաբի ներդրումային ֆորումի նման մի բան է պետք անել, նկատի ունեմ աշխատանքային մակարդակի, որպեսզի հասկանանք, որտեղ ինչ ներդրումներ կան եւ շատ լավ լուրն այն է, որ մենք նաեւ վերջին այցերի ընթացքում, երբ որ մենք Բերդ խոշորացված համայնք գնացինք, նոյեմբերյան խոշորացված համայնք գնացինք, այդտեղ նաև մենք պետքա ինչ որ քննարկում ենք զբոսաշրջային հոսքերի համար, ես համոզված եմ բոլոր այդ մարդիկ, եթե մենք զբոսաշրջային հոսքերը ճիշտ ուղղորդենք, նրանք էլի կվերադառնան հաստատ եւ հաստատ ուրիշներին էլ խորհուրդ կտան, որ գնացեք անպայման Հայաստանը տեսեք։ Նկատի ունեմ բուն իրադարձությունը